տաճարը։ Մարտ տաճարը կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 301 թվականին։ Տաճարի կառուցումը ավարտվեց 303 թվականին։ Կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, թե միածինը իր ոսկե մուրճով իջնում է և ցույց է տալիս, թե որտեղ պետք է կառուցվի Մայր աթոռը։ Գրիգոր Լուսավորիչը դա պատմում է կրթատարիքային և այդպես կառուցվեց Մայր աթոռը։ Մեր քաղաքը գտնվում է Արմավիրի մարզում։ Այն հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում։ Այն ունի 40 կիլոմետր քառակուսի տարածք։ Քաղաքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Քաղաքի կենտրոնում է գտնվում հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության կենտրոնը։ 4-րդ դարում մեկը մյուսի հետևից կառուցվում է Հիփսիմե և Գայանե եկեղեցիները։ Վաղարշաբաթը դարձավ հայոց հոգևոր կենտրոնը։ Էջմիածնում է ծնվել Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա կրթել է Կոմիտասին։ Հովհաննես Հովհաննիսյանի իր տուն թանգարանը։ Այնտեղ գտնվում է Հովհաննես Հովհաննիսյանի տուն թանգարանը։ Իսկ սա Հովհաննես Հովհաննիսյանի ավագ կենտրոնական գրադարանն է։ Կոմիտասը ծնվել է 1849 թվականի սեպտեմբերի 22-ին։ Նրա հուշարձանը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշաբաթ քաղաքի կենտրոնում։ Կոմիտասի անվան հրապարակագործն է Երվանդ Քոչար։ Կոմիտասը ստորել է ճեմարանում։ Գրիգոր Լուսավորիչը տեսնում և Աստծու միածին որդին իր երկնքից իջնում է մուրճով հարվածում գետնին և ցույց տալիս եկեղեցու կառուցման տեղը։ Ահա հրաշագեղ Մայր տաճարը։ Էջմիածնի տարածքներում մարդիկ են ապրել հին ժամանակներում։ Էջմիածնի դրոշը պատկերային նշան է, տեղին արքայական ծիրան է, իսկ մանուշակագույնը քաղաքի կաթողիկոսանիստ լինելն է, իսկ կենտրոնում էտարն նշանախորհրդանշում է Էջմիածին և էությունը։ Այս հոլովակից դուք ծանոթացաք Էջմիածնի հետ։ Ես եմ Էջմիածինը, մենք ենք Էջմիածինը, սիրում ենք